իր մասնագիտական աշխատանքով կարող է երբեմն բաց թողումներ ունենալ, բայց ի ուրախություն բոլորիս պիտի նշեմ, որ ժամանակակից սերունդը այդ հարցում ավելի ճկուն է և պիտի իմ փորձից ասեմ, որ շատ տեխնոլոգիական ծրագրեր ինքս իմ սովորողներից եմ յուրացրել և կարևորվում է ընթերցանության, երգի, տարի, ազգային մշակույթի, ազգային արժեքների միջոցով սովորողների հոգևոր դաստիարակությունը։ Եվ յուրաքանչյուր առավոտ մենք մեր օրը սկսում ենք ընդհանուր պարագմունքներից, որտեղ բոլոր սովորողները և դասավանդողները հավաքվում են, միասին երգում են շարականներ, երգում են կոմիտաս, միասին պահվում են, դա նույնպես համախոհող նշանակություն ունի, այսինքն մենք բոլորս մեկ համայնքի միաբանության ներկայացուցիչներ և ուսումնական տարվա ընթացքում շատ ճամփորդություններ են կազմակերպում, մեկօրյա, երկօրյա և այդ ճամփորդությունները նաև նպաստում են, որպեսզի սովորողները կարողանան համերաշխ ապրել միասին։ Օգնում է ուսուցիչներին, որ ուսուցիչները ճանաչեն իրենց սովորողներին, նոր կողմից բացահայտեն, որովհետև դասարանական այդ միջավայրը միշտ չի, որ կարող է երեխային լիարժեք բազմակողմանիորեն ճանաչելու հնարավորություններ ընձեռել։ Ըստ գիտեք, Մխիթար Սևաստացի կրթահամալիրում յուրաքանչյուր դասարանում կան գոնե 2 հատուկ կարիքով սովորողներ։ Ասեմ, որ կան սովորողներ, ովքեր 4-րդ դասարան են գալիս օտար երկրից և նորեն տարրը սովորում։ Կան սովորողներ, ովքեր ընդհանրապես գիտեն խոսել, բայց գրել կարդալ չգիտեն։ Եվ ուսուցիչը չի կարող հաջողել, եթե չիրականացնի այսպիսի համագործակցային նախագծեր։ Ուրեմն ես հաճախ եմ նկատում, որ դասերի ընթացքում սովորողները ինչ-որ ուրիշ բանով են զբաղվում, ասենք ոչ տրված աշխատանքով, և մի անգամ մոտեցա ու հաճելիորեն պարզեցի, որ իմ սովորողը իր հատուկ կարիքով ընկերոջ համար առաջադրանք է պատրաստում։ Դա ինձ իհարկե շատ ուրախացրեց։ Եվ սա ինձ հուշեց նոր նախագիծ ստեղծել, և մենք հիմա ամբողջ կրթահամալիրով ունենք հետևյալ նախագիծը, որ սովորողները փորձում են իրենց ընկերոջ համար առաջադրանքների փաթեթներ ստեղծել, և դրանով նրանք սովորում են իրենց ընկերոջը ճանաչել, օգնել, հարգել, նրանք ավելի ներառված են զգում իրենց, ինչպես նաև նրանց ընտանիքները։ Փորձում էինք խոսել այդ օրվա գաղափարի մասին, ինչի համար է, և երեխաները փորձում էին իրենց կարծիքը արտահայտել ֆիլմում կամ։ Եվ հանդիպեցինք մեր կրտսեր ընկերներին, անհայտներին, ովքեր տեսան, որ նույն գործով էին զբաղված, շատ հաճելի էր։ Հիմա ուզեմ սա սովորող սովորեցնող նախագիծն է, սա շուրջ տարյալ նախագիծ է, նախագծի ամբողջման մեջ կան բոլոր տարիների, նախկին 3-4 տարիների աշխատանքները։ Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար։ Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում, ընտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները։ Մի օր 7-ամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել։ Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ։ Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը։ Պատահաբար գտավ մի ամսագիր, աշխարհի քարտեզի պատկերով, այն է, ինչ անհրաժեշտ էր։ Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն ասելով. «Քանի որ սիրում ես գլուխ կոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության»։ Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջի 10 օր քարտեզն իմի բերելու համար, սակայն այդպես չէ։ Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր. «Հայրիկ, ամեն ինչ արեցի, ավարտեցի»։ Սկզբում հայրը չհավատաց։ Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել։ Կասկածամիտ հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ,
որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք քարտեզն ավարտում էր։ Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում։ Ինչպես էր հնարավոր։ Ինչպես էր երեխան կարողացել զարմանքով հարցրեց որդուն. «Որդյակս, դու չգիտեիր ինչպիսին է աշխարհը, ինչպես ես արել»։ Հիմա հարցը, ձեր կարծիքով, ինչպես է որդին այդ քարտեզը կառուցել։ Գիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը այն գտրատելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված։ Այնպես, որ շրջեցի կտորներն ու սկսեցի հավաքել այդ մարդուն, որ այո, գիտեի, թե ինչպիսին էր։ Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը։ Այսինքն, այս ցանկանում եմ չգերագնահատելով ասել, մեր դերը չգերագնահատելով ասել, որ մենք պետք է գործենք այս գիտակցումով, պետք է հավատանք, որ մենք կարող ենք գեղեցիկի, սիրո, հոգատարության միջոցով աշխարհը կառուցել, այսինքն մարդուն կառուցելու միջոցով։